Ավելի շատ ու ավելի լայն աշխարհագրությամբ ակտիվ գործունեություն ու ոչ միայն ձեռքսեղմումներով, այլև ստորագրված ռազմավարական փաստաթղթերով։ Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հայաստանի անցած 8 տարիներն են, որոնք ըստ Արևմուտքի Ճշմարիտ է, սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք ձեր երկրում տիրող պայմանները։ Ես ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ժողովրդավարական, դիմակայուն եւ բարեկեցիկ Հայաստանի ձեր տեսլականի կապակցությամբ։ Վարչապետ Փաշինյանի նախաձեռնած Թավշյա հեղափոխությունից ի վեր վերջին տարիներին նրա վարած քաղաքականության, խաղաղություն կառուցելու եւ դեպի Եվրոպա շրջադարձ կատարելու Եվրոպայի առջև ստանձնած պարտավորությունների շնորհիվ մենք նոր դարաշրջան ենք բացում։ 2018 թվականին ձեր խաղաղ Թավշյա հեղափոխությունն ի ցույց դրեց ձեր երկրի հանձնառությունը եվրոպական արժեհամակարգին, այսինքն ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը եւ հիմնարար ազատություններին։ Պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ եվրոպական քաղաքական համայնքը հանդիպում է այստեղ, Հարավային Կովկասում, Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղ Հայաստանը պատկանում է, հաշվի առնելով վերջինիս հինավուրց պատմությունը։ Նույն 8 տարիները Հյուսիսից, սակայն այլ կերպ են երևում։ Никол Пашинян, который за 8 лет своего премьерства пока ничего крупного не построил, лишь нарвался на войну, которую бесславно продул. Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետության 8 տարիների ընթացքում դեռ խոշոր ոչինչ չի կառուցել, միայն բախվել է պատերազմի, որը անփառունակ կերպով պարտվել է։ Հիմա առաջ է քաշում ակնհայտ կեղծ աշխարհաքաղաքական մակրոնախագծեր։ Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցության միջոցառումներին այդ միջոցառումներից օրեր անցել պաշտոնական Մոսկվան արձագանքում է կոշտ հայտարարություններով։ Այն ամենը, ինչ հիմա կատարվում է ուկրաինական ուղղությամբ, սկսվել է նրանից, որ Ուկրաինան փորձում էր անդամակցել Եվրամիությանը։ Իրականում Վլադիմիր Պուտինը առաջին անգամ իր դեմքով դիրքորոշում արտահայտեց Հայաստանի եվրոինտեգրման հեռանկարի վերաբերյալ։ Ինքը առիթը օգտագործեց Զելենսկու եւ Զելենսկու կողմից արված հայտարարությունների, այդ հայտարարությունները արելու համար դրանից առաջ եւ դրանից հետո բոլոր հայտարարությունները արվել են կամ Պեսկովի, կամ Լավրովի, կամ Մարիա Զախարովայի, կամ այլ պաշտոնյաների շուրթերով։ Ինչ է նշանակում Ուկրաինայի հետ համեմատությունը, ինչի հետ են համեմատում, որ հարձակվելու են մեզ վրա, թող ասեն, որ մենք էլ իմանանք։ Պուտինի մեջ սպառնալիքները շատ են։ Եթե ժամանակին իրենք անընդհատ բերում էին որպես օրինակ Վրաստանը 2008 թվի, երբ ռուսական տանկերը հասան Թբիլիսի, հիմա արդեն Ուկրաինան է ակտուալ։ Բայց եթե ասում են A, թող ասեն B, ինչ է դա նշանակում, Ռուսաստանը ներխուժելու է Հայաստանի Հանրապետություն, ում տարածքով, Վրաստանի թե Ադրբեջանի, թե 102-րդ բազան է հարձակվելու մեզ վրա։ Եթե մարդիկ խոսում են, թող ուրեմն բացեն փակագծերը, որպեսզի մենք, մեր ընտրողը, իմանա, թե մենք ում հետ գործ ունենք, թշնամու թե բարեկամի, դաշնակցի, թե դաշնակցի, որը կա միայն գոյությունը միայն թղթի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից մինչև падգամավորներ, Կրեմլի քարոզիչներից մինչև ռուս փորձագետներ, տելեգրամյան իրենց հարթակներում ու եթերներից արդեն ուղիղ ու բաց տեքստով սպառնալիքների նմանվող ահազանգեր են ուղարկում, ոչ քաղաքակիրթ, վիրավորական բառամթերքով։ Без дешевого газа из России, что пока течет в Армении. Առանց Ռուսաստանից եկող էժան գազի, որը դեռ հոսում է Հայաստան, բարեկեցության մասին պետք կլինի մոռանալ։ Եվրոպական առաջնորդների մասնակցությամբ երևանյան միջոցառումներից հետո Մոսկվան այսպիսի հայտարարություններ է անում, քանի որ էլ Հայաստանի որոշումների վրա ազդել չեն կարող։ Մնում է միայն ասելը։ Պարզապես անհրաժեշտ էր որևէ բան ասել, հատկապես որ Հայաստանում ուր որ է ընտրություն է, փորձագետների շեշտադրումն է։ Ռուսաստանը կարող է իրավիճակ փոխել Հարավային Կովկասում մեկ դեպքում, եթե այստեղ ունենա ոտքի տեղ։ Այս պահին ոտքի տեղ իրենք չունեն այս տարածաշրջանում, հետևապես իրենց միակ հնարավորությունը այդ ոտքի տեղ ձեռք բերելը դա ընտրություններն են, որպեսզի Հայաստանում լինի իշխանափոխություն եւ իրենց կողմից ֆինանսավորվող, հովանավորվող պրոռուսական ուժերը դառնան իշխանություն։ Միայն այդ դեպքում ու ոչ միայն Հայաստանում կփոխվի Ռուսաստանի ազդեցության մասնաբաժինը։ Որովհետև այդ ոտքի տեղը իրենց թույլ է տալու ունենալ լծակներ նույն Ադրբեջանի վրա։ Եթե Հայաստանում լինում է իշխանափոխություն, Ադրբեջանը չի կարող այդ տեղանմասն մնել, որովհետև ռուսները Հայաստանին միանգամից սկսելու են օգտագործել Ադրբեջանի դեմ, այնպես ինչպես դա եղել է տարիներ շարունակ։ Եվ այդ դեպքում արդեն Ադրբեջանին օգտագործելու են Հայաստանի դեմ։ Մենք վերադառնալու ենք այդ իրենց կողմից այսպես
ճակերտավոր երանելի ժամանակներ։ Защита информации, борьба с кибермошенниками. Եթե ցանկություն լինի, Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։ Մոտ 1 ամիս առաջ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան էր հայտարարում. մինչդեռ 1 ամիս անց փաստերով էր պարզվելու Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների հետևում հենց Մոսկվան է։ Օրինակ, անցնող շաբաթ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտության համար ռուսաստանյան 2 կազմակերպության դեմ պատժամիջոցներ են կիրառելու։ Այդ 2 կազմակերպություններից մեկը արշավներ էր ծրագրում, որոնց նպատակը Հայաստանում ռուսամետ կազմակերպությունների ստեղծումն ու իշխանափոխությունն է հօգուտ ռուսամետ գործիչների։ Մյուս ռուսաստանյան կազմակերպությունը ըստ Միացյալ Թագավորության կառավարության Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելուն ուղղված իր պլանները համակարգում էր Ռուսաստանի հետախուզության հետ։ Նշվում է, որ կազմակերպությունը հանձնարարություններ է ստացել Ռուսաստանի նախագահի վարչակազմից։ Ռուսաստանի նպատակը Հայաստանին նորից հպատակեցնելն է։ Եվ դա նրանք կարող են անել այս պահին մեկ ճանապարհով։ Այդ մեկ ճանապարհը դա ընտրություններն են։ Հիմա կարևոր չի այստեղ սամիտ ա եղել, Զելենսկին ա եկել, թե ով ա եկել, դա միայն եւ միայն հռետորաբանություն է, որի հիմքում ընկած են ինչ-որ էմոցիաներ, որով նրանք փորձում են հիմնավորեն այդ ամենը։ Այդ տեսեք դուք գնում եք Եվրոպա, մենք չենք գնում Եվրոպա։ Մենք ցավոք չենք գնում Եվրոպա այս պահին։ Բայց իրենք ցույց են տալի այնպես, որ մենք գնում ենք։ Այստեղ է խնդիրը։ 2026 թվականի հակափաշինյանական ուղղությամբ աշխատանքի ծրագիր։ Սա արդեն անցնող օրերի մյուս բացահայտումն է։ Այս անգամ շվեդական Blank Spot անկախ լրագրողական հարթակն է պարզել։ Ըստ այդ հակափաշինյանական փաստաթղթի Ռուսաստանը ծրագրում է նվազեցնել Հայաստանի իշխանության վարկանիշը։ Հիմնական նպատակն էլ ընտրություններին ընդառաջ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը կասկածի տակ դնելն է։ Առաջարկների թվում է նաև սոցիալական ցանցերում ռուսամետ նարատիվների ներկայությունը 2025 թվականի աշնան համեմատ եռապատկելու ծրագիրը, օրական 1 միլիոն դիտումից հասցնելով մինչև 3 միլիոնի։ Փաստաթղթի համաձայն Ռուսաստանին միտված ազդեցիկ կարծիք ձևավորողների թիվը պետք է 15-ից հասնի շուրջ 40-ի։ Փաստաթղթում նաև նշվում է, որ նրանցից ամենահայտնիները պետք է ընտրություններից առաջ ընդգրկվեն ընդդիմադիր կուսակցությունների ընտրովի դիրքերում։ Blank Spot-ը հայտնել է, որ կարողացել է ստուգել փաստաթղթի իսկությունն ու ծագումը, սակայն չի կարող պարզել, թե որքանով է նկարագրված ռազմավարությունը կիրառվել ընտրություններից առաջ։ Փաստաթղթի ստուգման ընթացքում Blank Spot-ը պարզել է, որ այն ստացվել է ռուսական հետախուզական ծառայությունների համակարգում գործող անձի նյութերից, որոնք մինչև 2026 թվականի մարտը ենթարկվել էին երրորդ կողմի հաքերային հարձակման։ Նրա գործունեությունը Հայաստանում համապատասխանում է փաստաթղթի բովանդակությանը։ Հայաստանում այդ անձը մասնակցել է կոնֆերանսների եւ սեմինարների, հանդիպել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ եւ լրատվամիջոցներում հաճախակի մեկնաբանել երկրի քաղաքական զարգացումները։ Նրա հիմնական ուղերձը եղել է այն, որ Հայաստանը վտանգավոր ճանապարհով հեռանում է Ռուսաստանից։ Եվ քանի որ ընտրություններին 1 ամսից էլ քիչ է մնացել, Պուտինն արդեն ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ է սկսել խոսել, կարծում են փորձագետները։ Ստյոպա Սաֆարյանը 3 նպատակ է առանձնացնում։ Առաջինը, որպեսզի Երևանը շտապի եւ կայացնի որոշում, որը պետք է Ռուսաստանին իր պատժամիջոցները արդարացնելու համար, ստեղծել Հայաստանի կերպարը, որպես Ռուսաստանի նկատմամբ թշնամական հարթակ կամ թշնամական պետություններին ուրեմն հարթակ տրամադրող երկիր, եւ երրորդը, որպեսզի ազդեն ընտրությունների վրա եւ իշխանություն փոփոխվի, օգտագործելով շահագործելով Հայաստանի հանրության վախերը, որ Ռուսաստանը մեզ կպատժի, եթե մենք շարունակենք նույն քաղաքական ընթացքը եւ իրենք փոխեն իրենց վարկագիծը ընտրությունների շրջանում։ Այս ամենը ուղղակի փորձ է գեներացնել մեր ընտրողների շրջանում վախեր, որոնց արդյունքում ընտրողները գնան եւ կատարեն սխալ որոշում, որովհետեւ վախը երբեք ճիշտ խորհուրդներ չի տալիս։ Վախը միշտ դեստրուկտիվ է, վախը միշտ բերում է սխալ որոշումների կայացման եւ իրենց հաշվարկը դրանում է։ Մոսկվան արդեն հասկացել է, որ ոչ ճնշումներով ու սպառնալիքներով, ոչ էլ ավելի մեղմ քաղաքականությամբ չեն կարողանում Հայաստանը վերադարձնել ռուսական ազդեցության նախկին ուղեցիր, ինչը կարողանում էին նախորդ տասնամյակներին։ Օրինակ 2013 թվականին դրանք ազդում էին Հայաստանի վրա։ Մենք կույրաղեքի նման ուղղակի գտնվում էինք խորը մեկուսացման մեջ եւ մեր միակ հույսը դա Ռուսաստանն էր։ Այն ժամանակ մեզ ասում էին գազի պարտք ունեք, մեր երկրի ղեկավարները սկսում էին դողերոցկով գնալ Մոսկվա, թե ինչպես անեն, որ վճարեն այդ պարտք, ինչով վճարեն, այս անգամ ինչով վճարեն, Գազպրոմի 20%-ը տան,
երկաթուղին տան, չգիտեմ, այն մեկը տանեն, մեկը տան, այսինքն այդ շանտաժները աշխատում էին նախկինում, որովհետև պատրաստ չէինք Ադրբեջանի նոր հարձակմանը։ Հիմա այդ ռիսկը եթե համարենք որոշակիորեն լուծված, ապա մնում է դիմակայել ընդամենը, ասենք, տնտեսական, քաղաքական եւ այլ պատժամիջոցների։ Այստեղ է, որ կառավարությունը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին։ Ինչ ենք անելու, եթե մեր գազը կտրեն, ինչ ենք անելու, եթե Լարսը փակվի։ Դրա համար պետք է շատ էֆեկտիվ ռազմավարական հաղորդակցություն, որ կառավարությունից մարդը լսի, քաղաքացին ընտրողը լսի, որ եթե նույնիսկ Ռուսաստանը փորձի գնալ որոշակի պատժիչ գործողությունների, ապա դրա այլընտրանքը կա։ Особенно. Надо все посчитать. Այստեղ յուրահատուկ բան չկա, պետք է ամեն ինչ հաշվարկել, եւ հայկական կողմը պետք է հաշվարկի եւ մենք հաշվարկենք։ Հաշվարկել պետք է երկկողմանի, քանի որ Հայաստան-Ռուսաստան կախվածությունը միակողմանի չէ, գուցե չափաբաժինները խիստ տարբեր են, բայց երկու դեպքում էլ կենսական են, միակարծիք են փորձագետները։ Այսինքն, եթե դու ուզում ես պատժել Հայաստանից, ասում ես, որ դու ինքդ պատժում ես քեզ։ Հենց դա է տեղի ունենալու Ռուսաստանի պատժամիջոցներից շատերի դեպքում, որովհետև ճանապարհը փակում է իր ճանապարհը, դա միայն Հայաստանի ճանապարհը չի, գազը կտրում է, Հայաստանը այլընտրանքի աղբյուրներ ունի, անգամ Ադրբեջանը ուրախ կլինի դա զբաղեցնել այդ դիրքը։ Определиться как можно раньше. Ну, например, провести референдум. Ռուսաստանից վերջին օրերին անընդհատ հնչող պարտադրանքը, որ Հայաստանը ընտրություն կատարի Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև հստակ նպատակ ունի, վստահ են փորձագետները։ Ստեղծել քարոզչական ֆոն, հիմք, որպեսզի Ռուսաստանը մեզ պատժի եւ հայ հասարակության մեջ գտնվեն մարդիկ, մեղադրեն ասեն, այնուամենայնիվ ինչ անի խեղճ Ռուսաստանը, Երևանում սխալ քայլեր արվեցին, դրա համար Ռուսաստանը պատժում է։ Իրենց այս հիմնավորումն է պետք։ Մինչև հիմա իրենք չունեն լուրջ հիմնավորում, թե ինչու պիտի պատժեն Հայաստանին։ Ավելին, եթե իրենք առանց լուրջ հիմքի պատժում են Հայաստանին, այդ մեխանիզմը հայ ժողովրդին էլ ավելի է խթանում դեպի հակառուսական տրամադրություններ։ Հենց այդ լեգիտիմ հիմքը ստեղծելուն էլ ուղղված են քաղաքական տարբեր ուժերի ձևակերպումները, որոնց խոսույթի առանցքում ինչ ու ինչպես էլ լինի, Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում մեղավորը միշտ Հայաստանի իշխանությունն է։ Ամենամեծ վտանգը շարունակում են մնալ ներքին, այսպես ասած, ռուսամետ ուժերը։ Ռուսաստանում քանի միլիոն ադրբեջանցի ապրում Ռուսաստանում, ոչ պակաս, քան հայեր։ Հա, 2 միլիոնից ոչ պակաս։ Բայց խնդրում եմ ասացեք, ռուսական պրոպագանդայի դաշտում դուք կգտնեք Միհրանյան, Գուրղինյան, Բաղդասարով, Մարգարիտա Սիմոնյան, խնդրում եմ ասեք, կգտնեք որևէ ադրբեջանական ազգանունով պրոպագանդիստ, որը սեփական երկրի հայրենիքի դեմ գործի այնպես, ինչպես գործում են հայ ազգի պրոպագանդիստները։ Դուք կգտնեք Ադրբեջանի քաղաքական, տնտեսական դաշտում որևէ գործիչ, որը Պուտինը խոսի, սպառնա եւ Պուտինի սպառնալիքները բերի հենց հաջորդ օրը քարոզարշավի ժամանակ հնչեցնի բեմի հարթակից։ Եվ ըստ Ստեփա Սաֆարյանի ներքին խրդժությունները հունիսի 7-ով չեն ավարտվելու, հակառակը դա մեկնարկային կետ է դառնալու։ Հարց չեք տվել, ինչու են մինչև սեպտեմբեր վարձակալել ռուսամետ ուժերը գրասենյակներ։ Չէ՞ որ հունիսի 7-ին ավարտվում է։ Չէ՞ որ նրանք դրամը եւ լուման հաշվող մարդիկ են։ Ինչու տարբեր ուժեր ամենօրյա ռեժիմով հարցումներ են հրապարակում, հարց չեք տվել, հարց է տալիս Ստեփա Սաֆարյանը։ Դրանք հետընտրական զարգացումների համար են նաև։ Ընտրությունների ապալեգիտիմացման, որ եթե հանրային գիտակցության մեջ նստեցվի, որ ուժեղ Հայաստանը ունի, Սամվել Կարապետյանը ունի 54% վարկանիշ, ուրեմն Նիկոլ Փաշինյանը կեղծել է ընտրությունները։ Շեշտադրումը մեկն է, ժողովրդավարությունը չի կարող եւ չպետք է վտանգավոր լինի պետության, պետականության համար, թույլ տալով բողբոջել այնպիսի ծիլեր, որոնց արմատները սպառնալիք են ազգային անվտանգությանն ու ժողովրդավարությանը։ Ու մինչ հյուսիսից սպառնում են Լարսից մինչև գազ, երկաթուղուց մինչև ատոմակայան, արևմուտքից շեշտում են։ Քիչ երկրներ այնքան ուրույն աշխարհագրական դիրք ունեն, ինչպես Հայաստանը։ Ձեր խաղաղության խաչմերուկ ծրագիրը Եվրոպան, Հարավային Կովկասին ու Կենտրոնական Ասիային կապակցելու պոտենցիալ ունի, ինչը Հայաստանը կարող է առանցքային տրանսպորտային հանգույց դարձնել։ Իրնամ Կրշյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Կարեն Բաղդասարյան եւ Դավիթ Դանիելյան, Կիրակնորյա լուրեր։